Բայց մենք մի բան կարանք անենք, Նարեկ։ Մենք կարանք ստիպենք, որ եթե երկու խմբակցության միջակայքում էս հարցը չի լուծվում, ցավոք սրտի ոնց որ թե այս բանը լուծված չի, որ մենք զրուցում ենք։ Մենք պիտի ստիպենք ընդդիմադիր մյուս սեգմենտներով լայն կոնսոլիդացիա լինի։ Ինչը վերջի 2 ամսում անում եմ ես։ Դե ուրեմն պետք է այս վերջի օրերին ախտախորհրդանական այինի հետ ենք հանդիպել բոլորը։ Այս վերջի օրերին դա պետք է շատ ակտիվացնենք, որտեղ իրավիճակը այսօր փոխվի։ Ուրեմն Մարդը առաջարկել է, կոնկրետ նախաձեռնություն կա։ Այդ նախաձեռնությունը, եթե կոնտր առաջարկ չունես, չի կարելի մերժել։ Եթե կոնտր առաջարկ չունես, այո, կրկը ես այսօր լայվ եմ արել, նույն բանն ասել եմ։ Այդ առաջարկի մասին վերաբերմունք կարող են հայտնել միայն падգամավորները։ Եթե համաձայն են պիտի տան ստորագրություն, եթե համաձայն չեն, իրանց կոնտր առաջարկը պետք է անեն Տիկին Սերյանը։ Եվ եթե դա չարվի, եթե ուզում ես սպառնայի չես թողում էլի։ Ուզում եմ սպառնամ ձեր եթերից, եթե դա չարվի, պետք է գամ ձեր մոտ, խնդրեմ նաև եթեր ինչ-որ ֆորմատով եւ ձեր եթերի միջոցով նաև փորձեմ մարդկանց վերջապես բացահայտել, թե ինչ է կատարվում մեր երկրում քաղաքականության անվան տակ։ Ովքեր են կարճել ու մնացել այդպես կարճած այս քաղաքական դաշտից եւ չեն ուզում փոկվեն, ովքեր են ուղիղ կախված Նիկոլ Փաշինյանի հեռանալուց ընդդիմության մասին է խոսքը Տիկին Սերյանը, մարդիկ կան մեր քաղաքականության մեջ ընդդիմադիր դաշտում, ովքեր Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո իրենք էլ քաղաքական դաշտում այլևս որևիցե ասելիք, անելիք չունեն։ Իրանք կան, որովհետեւ իրանք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, ամենայնպես տենց են հայտարարել։ Եվ մարդիկ կան, ովքեր համակերպվել են հին սերնդի գործիչների մասին է խոսքը, ովքեր համակերպվել են նրա հետ, որ իրանք գնալու են, եւ իրանց ոտ առաջ չեն մեկնում բոլորից առաջ, ասում կամ ես կլեմ կամ չէ, հակառակ օգնում են բոլոր նախաձեռնություններին, բոլոր հնարավոր այլընտրանքներին։ Իսկ մարդիկ կան, ովքեր երկու ոտը դրել են մի կոշիկի մեջ, ասում են ինչ Նիկոլը կհեռանա միայն այն ժամանակ, երբ որ այլընտրանքը կլինեմ միայն ես։ Քաղաքական դաշտից ես չեմ հեռանալու։ Եվ Նիկոլը ինչքան մնա, այնքան այդ մարդիկ են մնալու են քաղաքականության մեջ։ Մենք այս երևույթի հետ էլ գործ ունենք, որի մասին ընդունված չի խոսել, որը ընդունվածա չտենալու տալ, որը ընդունվածա դե լավ ընդդիմադիր է, եկեք չքննադատենք այս մոտեցումը ցուցաբերելու, բայց գիտեք ինքներս մեզ ձերքով հրեշ ենք սարքում, կապում ենք մեր ջանին, հետո ասում զարմացած նայում ենք, ասում ենք էսի որ լուծ եկավ։ Ժամանակին եթե Նիկոլ Փաշինյանին ճիշտ adekvat քննադատեր մամուլը, ոչ թե այդպես ջերմոցային պայմաններ ստեղծեին, զուտ մարդկային առումով եմ ասում, ոչ թե շահագրգռվածության մասով չեմ խոսում, կավլիցի։ Շատ լրագրողներ հետ եմ խոսած, դե լրատվական համայնքից էր շատ բաներ, շատ էշություններ դուսեր տալի չէինք բանանում, ասենց այդ ջերմոցային պայմաններ եթե չլներ, նորմալ քաղաքական առաջնորդներ կլինեին, միգուցե եթե դա լինելու էր այդ իշխանափոխությունը, հեղափոխությունը, միգուցե ավելի նորմալ մարդիկ կգային, գոնե այդ առումով ապահովագրված կլինենք։ Ես հուսով եմ չի հասնի բանը դրան։ Անմալյան մի ճշտում կատարեմ, էլի հատկապես Հայաստան խմբակցության падգամավորներից որոշները նշում են, որ նաև բացահայտ իրենց ելույթներում, որ սա իրենց խմբակցության դեմ ուղված քայլ է, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղված քայլ է, որ ձեր նպատակը հարվածներ հասցնելն է Ռոբերտ Քոչարյանին։ Ուզում եմ հասկանալ ինչու է այս ընկալումը, նաև ասում են, եթե ուզում էր, հա, ինչ ուզում էին ինչ-որ process անել, գային մեր հետ խոսային, ինչի տենց միանգամից հարձակում եղավ, հրապարակային այդ ձեր ելույթները նկատի ունեն։ Ինչով է պայմանավորված, որ ինչու են այդպես ընկալել, որ դա Ռոբերտ Քոչարյանի դեմ process է։ Ուրեմն այսօր Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանը հարցազրույց է տվել հրապարակ օրաթերթին եւ ասել է հետեւյալ միտքը։ Լրագրողը հարցնում ասում է, չէ՞ որ դուք ազգային ժողովի падգամավոր դարձաք, քվեստացաք, այն խոստմամբ, որ իրականացնելու եք իշխանափոխություն։ Սխալ հարց չի տվել, չէ՞ լրագրողը падգամավորին։ Հայաստան դաշինքի ընդդիմադիր։ Ինչին падգամավորը պատասխանում է, որ ինքը նման պարտավորվածություն երբեք չի ունեցել եւ ինքը չի հիշում որևիցե մի դեպք աշխարհում, որ պարլամենտական ընդդիմությունը նման պարտավորություն ունենա իշխանափոխություն անելու եւ իշխանափոխությունը արած լինի։ Հիմա ես ինչ կապ ունեմ այդտեղ, երբ որ իրանց падգամավորը այնց հայտարարություն է անում, որը իր Հայաստան խմբակցության ընտրողների տարակուսանքն է հարուցում։ Այսինքն, եթե դու հայտարարել ես, որ կրելու եմ
քեզ իրավունք ես վերապահել, հայտարարել, կրելու եմ ու փողոցային շարժումը տալել ես դեպի ընտրություն։ Այսինքն ոչ մեկ իրավունք չունի հարցնի բախի չկրեցիր։ Այսինքն դե հարցնում ենք, թիրախավորում ենք։ Եթե թիրախավորում ենք, դուք էլ մի թիրախավորվեք, միացեք, կպեք, անենք այդ impeachment-ը։ Իսկ մնացածը Տիկին Սերյանյան, դա նեղացած օրյորթի կեցված կա, ինչպես Սուրենյանց դեր նոր այդ բարակապակցությունը, ես դուրս եկավ, ես այդ բարակապակցությունն էի փնտրում։ Դա գիտեք ինչ, ապրիորի որ անհամաձայն ես այդ գործընթացին մասնակցելու, ինչ պատճառաբանություններ ու բան, այսինքն ինչ իմինադու չեն պայքարում Նիկոլի դեմ, այսինքն ինչ չեմ հասկանում, ինչ են ուզում ես անեմ, որ իրանց այն խոստումը, որ իրանց ընտրողների առաջ իրանք տվել են, իրականացնեն։ Գիտի, մալա նարեք ինադու, որ մեզ թիրախավորում են, չենք պայքարելու Նիկոլի, մի պայքարեք։ Դարձեք բոքսի տանձիկ, ու դա դեպ վերաբերվում է բոլոր ԱԺ падգամավորներին, այսինքն որտեղ այս պայդրությամբ կարելի ասել բացի Հովիկ Աղազարյանից ու ասլից, որտեղ մնացած 107 падգամավորներից 105-ը չունեն նախաձեռնություն։ Որ պայն կունենան այդ ժամանակ ձեզ հասկանալի է պատճառաբանությունը Հայաստան խմբակցության, որ չեն միանում process-ին եւ ասում են 26 թվականի ընտրություններին պետք է պատրաստվել, որովհետև հազար ներողություն ես բացի ելույթներից, տաղավարային հարցազրույցներից ես չեմ տեսնում նաև Հայաստան խմբակցության մեջ եղած քաղաքական ուժի կամ անհատների գործունեություն, որը նպատակաուղղված լինի 26-ի ընտրություններին, որովհետև քաղաքականությունը որոշակի գործողություններ, օրակարգի տրամաբանություն է, չէ՞, ենթադրում, ոչ թե ելույթներ, այդպես ելույթներով հոչի, դու պետք է գնաս, հանդիպումներ ունենաս, օրակարգերի մասնակցես, օրակարգեր բերես, չէ՞, սա է, որը չեմ տեսնում, համ ասում են 26 թվին ենք պատրաստվում, միայն 26-ով կարող ենք, հա, իշխանափոխության հասնել ընտրություններով, դրա համար չեն միանում։ Թե ստացվում է, օրինակ հիմա վաղը մեկ ուրիշը Պողոս Պողոսյանը ներկայացնել, ասելու էին նա ով է, որ ես նրա բանին մասնակցեմ, հա, էս ի՞նչ է։ Impeachment-ի, այսինքն Փաշինյանին հեռացնելու պարտավորություն ֆորմալիզացված ստացված քվեով ոչ ես, ոչ Մալյանը չենք ստացել։ Ստացել են հենց իրենք։ Սա ակնհայտ է։ Կարող ենք ավելի շատ ենք ուզել, բայց մենք նման մանդատ չենք ստացել։ Հիմա ես այն մարկանցից եմ ձեր եթերում էլ, որ ասել եմ չի կարելի հակադրության մեջ դնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ ճանապարհ։ Այսինքն ես եւ impeachment-ի գաղափարին եմ կողմ, եւ արտահերթ զարգացումներին եմ կողմ, եւ հերթական ընտրություններով Փաշինյանին հեռացնելու որևէ ձև։ Այսինքն որևէ ճանապարհ ես համադրության մեջ եմ տեսնում, ոչ թե հակադրության։ Ուրեմն impeachment-ի գործընթացը ինքը շատ բազմաշերտ գործընթաց է։ Ինքը մի քանի արդյունք կարող ունենա, որպես տրիգեր կարող լինի, կարա որպես նիստիկ կայացման եւ իշխանության մերկացման արդյունք ունենա, կարա բուն անվստահության հասնի, ամեն ինչ էլ կարա, կրկնում եմ։ Մի հատ էլ տարբերակ հետո եթերից հետո ձեզ կասեմ, կարա լինի։ Այս կարա ամեն ինչը, այսինքն այդ ամեն փուլի հաջողությունը պայմանավորված է համաժողովրդական աջակցության մակարդակից, հա։ Let's fix-ենք միարժեք։ Հիմա ես ընդհանրապես չեմ հասկանում, երբ որ քաղաքական ուժերը ասում են տեխնացուներ չունենք։ Կամ չեն կարողանում տեխնացուների շուրջ կոնսենսուսի գալ, որովհետև 2026 թվականի պատրաստվող քաղաքական ուժը, օքեյ, 2026-ն էլ է հեռացնելու ձև։ Մի տարի առաջ արդեն պիտի տեխնացուն ունենա։ Եկեք ընդունենք, նորմալ չի, որ մի տարի առաջ տեխնացու չպիտի ունենա, որովհետև եթե էլի հավակնում են գնալ իշխանություն ստանձնել, ընդհանրապես կայացած երկրներում խորհրդանական ընտրությունների հաջորդ օրվանից հետո տեխնացու են ունենում հաջորդ ընտրության համար։ Սուրենյան ջան, դիմադրության շարժման ժամանակ պատկերացրեք, ֆանտաստիկ բան։ Պատկերացրեք, այդ ժողովուրդը ասենց հավաքվում էր, Նիկոլը գնում էր, մանթոեր են գնում, ասում էր ես հրաժարական եմ տալի գնամ։ Ով էր փոխարինելու Նիկոլին։ Այսինքն դե ուզում ենք հասկանալ ով է։ Դե ըստ էության Ռոբերտ Քոչարյանը Փաստորեն անցած տարի հիմա թոդն է։ Փաստորեն անցած տարի ստացվում։ Հիմա թոդն է նույն մարդուն, ասած պատկերավոր կամ եմ չունի առանց Բագրատ Սրբազանին վիրավորելու, պատկերավոր եմ ասում։ Փաստորեն անցած տարի բոլորի հույսը եղել է, ասենց ասում Բագրատ Սրբազանի կեղծ տեղեկանք, հա։
որ բանը կհաստի, այսինքն բոլորը հասկացել են, որ Բագրատ Սրբազանը չի կարող լինել տեխնացու, որտեղ քաղաքացիության խնդիր ունի։ Այ մի հոգի կարա ու չի։ Այդ մի հոգին բոլորը գիտենք, չէ՞ որ չի կարա այդ մարդը տեխնացու։ Դա անկեղծ լինենք, համանդրական արգելք կա։ Այո։ Ու շատ լեգիտիմ արգելք է դեպի այդ։ Ես էլ եմ համաձայն այդ արգելքի լեգիտիմությունը։ Այո։ Հիմա այսինքն այդ է ստացվում, բայց քաղաքական ուժը նրա համար է, որ տեխնացու լինի։ Դրա համար եմ ասում այդ մոնի չենք կարա մեղադրենք։ Դրա համար եմ ասում Բաբայան Վահանին էլ չենք կարա մեղադրենք։ Մարդը հակուղային իրավիճակ հա դրեկուսակցության վարչության նիստարի առաջադրվել է։ Չէ, լավ են արել։ Հիմա թո պատգամավորներից մեկը եթե համաձայն չեն այդ մոնի, վերցնի Բաբայան Վահանի տեխնացուը պաշտպանի, օրինակ եմ ասում։ Դրա համար ես ինչ եմ կարողանում։ Դա շատ դա առողջ process է։ Գիտեք ինչ կա, բա ինչա սովորել ենք բանը։ Հիմա ես մի անգամ էլ ձեր եթերում շատ անկեղծ բան եմ ասել։ Ասել եմ հաջորդ ընտրությունները, եթե բանը հասնի այնուամենայնիվ հերթական ընտրությունների, 3 նախագահների մասնակցության ընտրություն չի լինելու։ Երկուսը ի պատիվ իրանց։ Այդ հասկացել են, գիտակցել են, գիտեմ, հրապարակային ասել են, չէ՞ այդ մասին։ Առաջին ու երրորդը։ Երկրորդն էլ պիտի հասկանա, որ բանը 2021-ի դեմքերով ընտրության չեն մասնակցելու, չի լինելու այդ։ Հետևաբար, եթե հաշվարկը նրա վրա է, որ 2026-ին ունենալու է ընտրություն, հասարակության ելու նույն դեմքով, նույն խոստումներով ներկայանալ չի աշխատելու դա։ Ոչ միայն չի աշխատելու, ես ոնցում թույլ չեմ տալու երկրորդ կռուկ խափեն մարդկանց։ Գիտեք, ես պարզ ասեմ ձեզ, 2021-ին ես նույն վիճակը կանխատեսելի էր կոնկրետ իմ կողմից։ Ես ջղայնացա, ես գրառում արեցի, ինձ չմոտենակ падգամավորի ոչ մի ցուցակում ներառելու խոստումով։ Իսկ այդ ժամանակ բավական վետո շարժումը կար, բան, այսինքն մենք բավական ակտիվ էինք, այնպես չէր որ վատ տեխնացու էինք։ Ինձ համար շատ հարգարժան մարդկանցից մեկը խնդրեց, ասաց շատ եմ խնդրում, անձնապես խնդրեց, ասաց չթիրախավորես։ Թող գնա, ասաց հասկանում եմ, ես էլ եմ հասկանում, որ բան են անելու, տանում են տապալման։ Այս անգամ ոչ մեկի խնդրանքը չեմ կատարելու։ Ես փոշմանել եմ, որ այն անգամ այդ խնդրանքը կատարել եմ։ Այս անգամ ժողովուրդը իմանալու է բացեի բաց եւ ամեն ինչ։ Այս անգամ հաշվետվություն ենք պահանջելու 2021-ին նախընտրական ընդդիմադիր մեծ խոստումներից ու դրանց ուղղությամբ 0 աշխատանքից մինչև հիմա, մինչև այս վարկյանը ընդդիմադիր падգամավորի մանդատից բխում է մի գործողություն, պարոն Սուրենյանց։ Այդ ես ու դու կարանք 1000 բան մտածենք, այս անենք փողոց փագենք, ժողովուրդ ես գեներացիա ընդդիմադիր падգամավորը մի բան պետք է անի։ Դա իր մանդատից բխող իմպիչմենտն է, այդ գործընթացը։ Ուրիշ բան չի կարող։ Եթե գործ ունենք Հայաստանի պես պետության դասական երկրներում եթե իշխանությունը ակնհայտ ձախողումներ չի արել, ընդդիմությունը կարող է պատրաստվել հաջորդ ընտրություններին իշխանության փոքր թերությունների կամ ձախողումների հաշվին մանդատ ի՞նչ է նշանակում։ Պատրաստվել ընտրություն այդ ինչ են անում, ժիմ են անում, փոլի վրա ինչ են անում։ Դա է ուզում ասեմ, ես չեմ տեսնում Հայաստանում խորհրդանական ընդդիմությունը, չէ, ուզում եմ ասեմ բրիտանական ընդդիմությունը կարա իմպիչմենտի մասին չմտածի։ Հիմա անկեղծ ասա, դու տեսնում ես, որ խորհրդանական ընդդիմությունից ինչ որ մեկը պատրաստվում է, դες պատրաստություն ես դու։ Ոչ։ Բացի 4 օրերը նստեմանալուց ուրիշ ինչ ես տեսնում։ Ես եթե ես խորհրդանական ընդդիմության մոտ ինչ ես տեսնում։ Ես խորհրդանական ընդդիմությունից սպասելիք չունեմ։ Այ ինչ ես տեսնում, ինչ են անում։ Իրանք մեզ ասել որ իրանք աշխարհի գործը անում են։ Այսինքն ինչ են անում։ Չգիտեմ, ինչ որ ես եմ այս ընդդիմությունը այնպիսի կարող է ես եմ ապելություն եկե իշխանության, որ այլ բան չի էլ կարող անել, ես հենց դրան եմ ուզում։ Կարող է ես ատելությունից կուրացած եմ, տականք եւ ստոր եմ, ես ինչ եմ ուզում ասել, երևի լավ չկարացա բացատրել։ Տեսեք, օրինակ մի հատ X բարեկեցիկ երկրում կարող է մի հատ ընդդիմություն լինի, որ խորհրդարան մտածնի հարկային բեռը 5%-ի իջացնելու խոստումով։ Այդ դրանից է դες պահանջում, ճիշտ է։ Բայց խորհրդարանական այս ընդդիմությունը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով։ Մնացած բոլոր խոսակցությունները ես կարող չեմ տեսնում, որովհետև ես տականք եմ ըստ իրանց, ես լավ բաները չեմ տեսնում։ Կարող է դուք եք տեսնում, մի հատ խնդրում եմ ասեք,
Իրանք ինչ գործ ունեն, ինչ գործունեություն։ Ձևավորման օրվանից ես խորհրդանական ընդդիմությանը երկուս եմ գնահատել, այս որ լավ, ուրեմն ամենալավ զրուցակիցը Լավ, չեմ այդ մի հարց առումով։ էլի, հա, որ ոչ միայն որպես 4-րդ իշխանության ներկայացուցիչ, այլև որպես ժողովրդի իհարկե ասեցիր Սուրենյանցի հին, ես էլ եմ հին։ Մի հատ կասես նոր ձևով։ Այն նոր բան են, նոր ձևերից։ Մի հատ ասա, հա, որտեվ ասեցիր ժողովրդին դու հանգիստ ես թողում, որտեվ ասում են այդտեղ ժողովուրդը հիմա այս պահին անելիք չունի։ Եթե չունի։ Ու այս կարևոր հանգամանքա, որովհետեւ տարբեր ընդդիմադիր գործիչներ, հանրային գործիչներ այս տաղավարում, նաև այլ տաղավարներում միշտ քննադատել են նաև լինի հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սրբազան շարժումը, հա, բացի այն օրակարգի կամ ճանապարհային քարտեզի հետ կապված խնդիրներից, նաև հարց են բարձրացրել, ասել են հերիքա մեզ տանեք էքսկուրսիայի, հոգնում ենք հերիքա ռեսուրսը Այսինքն առանց քաղաքական ծրագրի մեզ փողոց մի այսինքն մի հանեք, հա, հիմա շատ կարևոր մի բան ասվեց, որ ասաց մենք ինենք չենք հասկանում, ինքը գիտի ու շատ լավ, բայց հումոր եմ անում, բայց իսկապես շատ կարևոր բան է, որ այսինքն ծանրության բեռը չես դնում չեք դնում ժողովրդի վրա, հա, որտեվ ժողովուրդը նաև պատրաստ է ինչ-որ բաների, բայց չի հասկանում ինչ պետք է անի, ասում է ասեք ինչ ենք անում, բայց նաև ասում են մեզ չտանեք, մեզ էլ բան էքսկուրսիա չանեք, մեզ չտանեք Երևանի տեսարժան վայրերը ցույց մի տվեք, մեզ մի տարեք հետո հուսահատեցրեք, հա, ալիք մի կոտրեք եւ այլն, տարբեր բաներ են ասում։ Այստեղ ժողովուրդը ինչ պետք է անի այս իրավիճակում։ Տնային աշխատանքի մեջ այս ամեն ինչի մոտավորապես 15 A4 էջ է կազմում այն հատվածը, որ ես նվիրել եմ Այսինքն ծրագիր կա։ Միանշանակ կա։ Դուք սերան դուք մտածում եք առանց ծրագիր մտել ենք դաշտ։ Չէ, ես հա, այո, 15 էջ է կազմում մոտավորապես իմ կողմից գրված, այո, ծրագիր կա։ Այդ ժողովրդին վերաբերվող հատվածը, ով է ցուցարարը վերնագրով այդ սկսում։ Նայեք, ով է ցուցարարը այս պահի ընդդիմության համար։ Սովորաբար ժողովուրդ ասվածը, որը ցուցարարն են հասկանում, ինքը ամենաթերագնահատված մասն է, որովհետև չգիտես ինչի ընդդիմադիր որոշ լիդերների թվում է, թե իրանք շատ ավելի խելացի են, քան հարթակից ներքև կանգնած մարդիկ, որը ամենևին այդպես չի։ Կներեք, դիմադրության շարժման ժամանակ շարժումը մարեց, որովհետև հարթակից ներքև կանգնած մարդիկ ավելի որակով էին, ավելի, հա, գաղափարների կրող, ավելի կիրթ, ավելի փորձառու, ավելի քան հարթակին կանգնածները եւ դրա համար հարթակը կներեք սկեց ուղղակի։ Տիկին Սերանյան բոլոր շարժումները մարել են այդ պատճառով, որովհետեւ այդ մարդիկ սովորաբար կիրթ, գրագետ մարդիկ, ավելի խելացի որակով հատված էր։ Այդ մարդիկ սովորաբար նաեւ քաղաքավարի են լինում։ Այսինքն իրանք նաեւ ամբիցիոզ չեն լինում, այսինքն իրանք պատրաստ են օրինակ նույնիսկ եթե Սուրենյանցը իրենց զիջում է իր կրթությամբ, բայց քաղաքական կոչեր է անում, վճռական իրավիճակը վերցնում է իր ձեռը, այդ մարդիկ իրանց կրթությունն ու բանը թողում են։ Մի կողմ գալիս են, ասում են, պարոն Սուրենյանց, ասեք ինչ անենք, որտեղ Սուրենյանցը որպես առաջնորդ այդտեղ է բան անում, իրավիճակը վերցնում իր ձեռը, թե թույլ տեք մոտ ամբողջացնեմ, էլի վերջացնեմ այս հարցը։ Ժողովուրդը այս ընդդիմության համար ծառայել է միշտ որպես վահան, որ յետևում իրանք թաքնվել են։ Ընդ որում ապերախտորեն են թաքնվել, որտեղ վերջում միշտ կարգել են մեղավոր ժողովուրդը, միշտ ասել են ժողովուրդը մեղավոր դուրս չէ, լավ փողոց չեղավ եսի միջ։ Մեր բոլոր ընդդիմադիր շարժումները հետևյալ դինամիկան ունեն։ Ժողովուրդ դուրս եկեք փողոց, սա վերջնական կռիվն է, բան եւ մարդկանց են գեներալացնում, կուսակցական, նաեւ իրանց քաղաքական ռեսուրսով մարդկանց բերում են հրապարակներ, ինչ որ մի մաս օրգանիկ կպնում է իրանց, օրինակ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ դա բավական մեծ հատված էր օրգանիկ, որ կպավ։ Մնացածների վաղ ավելի քիչ է եղել։ Գալիս են հավաքվում են իրավիճակի տուպիկայի սիտուացիա առաջանում, որովհետև դու արդեն հավաքել ես ժողովուրդ, որ ինչ-որ բան պետք է անես, ու դու ինքդ էլ չգիտես ինչ պետք է անես, բայց ժողովուրդը արդեն հավաքվել է։ Որովհետև իրանց բոլորին թվում է, որ եթե կրկնեն քայլերի, այն քայլերը, ինչ արել է Նիկոլը 18 թվին, իրանք իշխան, այսինքն Նիկոլը փողոց փակեց, եկեք փողոց փակենք։ Նիկոլը այս բաներով ճամփեքով երթալեց, եկեք մենք էլ անենք, Նիկոլայից այս Նիկոլեն այս նույն ֆանարիկը Նիկոլն է արել, Տիկին Սերանյան բանի վաղտ 18 թվի ցույցերի ժամանակ մի քանի անգամ արեց, 20 թվին պատերազմից հետո ասեց ֆանարիկները բարձրացրեք, որ մեր զինվորների հոգիներն են բան։ Էդի նորույթ չի, էդի թխածա կոպի արածա Նիկոլից։ Նիկոլել ու վատ կոպի արածա, բայց տեխնոլոգիաներից ախր Նիկոլի
արած է հայտնի Նիկոլա այդ տեխնոլոգիաները օգտագործել է ավելի կներեք գրագետ ձևով, քանց թե այդ կոպիանողները պրոստը պատահական հիմա ոնց որ ես ասեմ, եթե վաղը մոխրագույն կոստյումով գամ ձեր եթերին, ես Սուրենյանցի չափ քաղաքագետ կլինեմ, դա ինչ չի, չէ ախր։ Այդ Սուրենյանցի բովանդակությունը էս իր կոստյումի գույնով չի, էլի, այսինքն դա ինչ չի։ Եվ միշտ է որ դուրս եկեք փողոց, եղել է մի հատ ապոգեյ այդ շարժման, օրինակ դիմադրության շարժման ժամանակ դա մայիսի 4-ն էր։ Սրբազան պայքարի ժամանակ դա մայիսի 9-ն էր։ Դա տարբեր են եղել։ Այո, մեկ ապոգեյ, որտեղ ընդդիմությունը հավաքում գելերաստումը կուտակով էներգիան, որ բան պետք է անի ու չի անում, դե գնում է մարման այդ մարդիկ հա 1, 2, 3, 4 գալիս են։ Ավելին հետո այդ մարդիկ սկսում են թիրախավորվել իշխանությունների կողմից։ Վերջում այդ շարժումը իհարկե բնականաբար գնում է մի հատ ինչ որ անպայման ագրեսիվ ինչ որ մի հատ գործողություն է լինում, պարտադիր։ Ինչ որ մարդիկ են ձերբակալվում այդ գործողության արդյունքում, շարժումը վերածվում է ազատություն քաղբանտարկյալներին ինչ որ մի հատ sense բանի։ Դարման բանը մարդու իրավունքների պաշտպանության շարժ։ Միպի դեմ ինչ-որ ցույցերի, ես դες լրիվ դինամիկան եմ ասում, սա նույն ձև եղա։ Վերջում այդ ընդդիմադիր առաջնորդը անպայման հայտարարում է, որ մենք հիմա գնում ենք, դա վերջում է ալում, մարզեր հանդիպումների։ Այս էլ հարաբերակից փախուստն է միշտ sense քողարկվել։ Մենք մի հատ պարզվեց, որ մարզերում մեր բնակիչները մնացել են հմեկի քարոզի տակ, ու ինչ որ հերավոր եսին որ գյուղի մեկ պապի, չգիտի որ Նիկոլա տականքը հիմա մենք սաղով պետք է գնանք այդ պապին համոզենք, որովհետև այս տական քարոզչությունը sense մի հատ կուտ, մի հատ գրեհիկ անամոթ սուտ, որ ասվում է այդ ձեր ասած կիրթ, ինտելիգենտ, արժանի մարդուն հարթակի վերևից այն ակնկալիքով, որ այդ կիրթ ինտելիգենտ քաղաքագործը էշա, խոտ աուտում չի հասկանում, որ իրան հիմա խապում են, ցրում են տուն։ Դրանից հետո 2 ամիս ընդդիմության առաջնորդը կորում է, ամբողջությամբ կորում է։ Ինչ որ մի քանի հատ վիդեո են դնում, այս գյուղ գնացին, այն գյուղ անկապ էլի, այտենց երկու հատ այտենց ոչ առաջնային բաներով առաջնորդներ, մի քանի падգամավոր կան լուրջ դեմքով գնում են ինչ-որ գյուղացիների հետ են հանդիպում։ Բագրատ Սրբազանի բոստանն էլ քարոզություն։ Սա Բագրատ Սրբազանինը չի։ Սա ամենևին։ Մի երկու անգամ էլ շրջաններ գնալու նույն ձև։ Մի երկու անգամ էլ շրջաններ գնալու վերջացնեմ։ Դա էլ էական չի։ Թեկուզ եւ գրկաբաց ընդունում են, խնդիր չի դա։ 2 ամիս կորում է առաջնորդը այդ շարժման։ 2 ամիս հետո հարցազրույց է, դա պարտադիր, ինչ որ տաղավարում։ Ու ասում է ժողովուրդն է մեղավոր։ Ժողովուրդը չեկավ, բան եւ այլն։ Այսինքն ժողովուրդը այս մարդկանց համար ոչ թե գործընկեր է, ոչ թե իրանց հիմնական բուն նպատակին հասնելու համար թիմակից է, այլ վահան է, որին այդ խոդ են տալի գցում են առաջները տանում են ինչ-որ վիճակ, հետո վերջում էլ ասում են մեղավորը դուք եք։ Հիմա ժողովուրդը այստեղ է հասել։ Հիմա անցնենք մեր պլանին, մեր Դուք ինչ դերակատարում եք տալի ժողովրդին։ Հետևյալ, մենք առանց անհրաժեշտության ժողովրդին ինչի պետք է հանենք փողոց։ Այսինքն եթե ես պետք է հանեմ փողոց, որ ինչ-որ իմաստուն մտքեր ճառակեմ այդ հարթակից այդ մարդիկ էլ նայեն ու բանանեն, ծափտան, հեն այդ մարդիկ տունը YouTube-ով կնայեն։ Ես այսօր էլ դրել եմ, post գրել եմ Ժորժ ջան, Էդգար Ղազարյանը գնում է ազգային ժողով հանդիպման, բոլորը տեղավորվեք հարմար, ձեր բազմոցներին YouTube-ով նայեք։ Ես դա իմ հարգանքն եմ ցույց տալի այդ ժողովրդի նկատմամբ։ Անիմաստ տեղը չեմ բանանում։ Սա խոսում է մեր ընդդիմության չափազանց հիվանդագին կարևորության զգացման մասին։ Այսինքն իրանք մի հատ նամակ տալը, ասենք ազգային ժողով, դե ապա 200 հոգով բանով գնան, այդ նամակը տան, որ հանգարց իրանք անկարևոր իրանք չզգան։ Մենք այդ խնդիրը չունենք, մենք նորերս էլի, որ ասեցիք։ Մենք այդ խնդիրը չունենք։ Կարևորության զգացումը ոչին ոչ Էդգար Ղազարյանի գործելավոճի մեջ բացարձակ տեղ չունի։ Ես ոչ ինձ եմ կարևոր մարդ համարում, ոչ էլ Էդգար Ղազարյանն է իրան ինչ որ անհիմն կարևոր մարդ համարում։ Մենք կարող ենք մենակով էլ գնալ անել այն ինչ որ կարանք մենակով անենք, ժողովուրդը այս process-ի մեջ ընդհանրապես երբ որ արդեն նշանակված կլինի նիստը այդ impeachment-ի իր ներկայությամբ այդ ժամանակահատված ոչ թե գիշերը մնալով, ոչ թե եսի ինչ անելով, իր ներկայությամբ ցույց կտա, որ ինքը այդ նիստի օրակարգի հետ համաձայն է աջակցում է այն падգամավորներին, ովքեր բանանում։ Պլյուս մաքսիմում ժողովրդի ներգրավվածությամբ էլ ոչ տենց հազարավոր, տասնյակ հազարավոր, ավելի կոր կլինեն падգամավորներին, այդ թվում նաև ընդդիմադիր падգամավորներին մոտեցումներ ուղիղ եթերներով կթանք հարցնենք, ասենք դուք
մեր տեխնացուին խնդրում եմ, ստորագրեք, ինքն էլ կասի, չէ, մենք էլ կասենք, ինչի՞ չէ, ինքն էլ կասի, որովհետև ձեր տեխնացուն ընդդենք վատն է, կասենք, ուրեմն լավը Նիկոլն է ձեր համար ենթադրենք։ Կամ ԿՊԱ-կանի դեպքում դա կլինի հրապարակային խոստովանություն, որ ինքը սահմանադրության վրա թքած ունի, որովհետև մեր հողումները սահմանադրության վրա։ Իշխանապողության համար ձեզ ընդամենը պետքա տեխնացու։ Մի հատ գաղտնիք բացեմ ձեզ։ Այս 10 Մենակ մեզ չէ, 7 տարի է։ Մենակ դա է պակասում։ 7 տարի է, ուրիշ բան չկա, ուրիշ պակասող բան չկա։ Բավարար չունենան։ Նորից եկանք Աղավնիի հետ զրույցի բանը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը արդար է, Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի դեմքն է, ուրեմն մարդիկ ոչ թե թող տելևիզորով տենան իրան գլուխները կախեն, ամաչեն, այսինքն ոչ այն մարդիկ, ովքեր պայքարում են դրա դեմ, այն մարդիկ, ովքեր չկարողան այդ տեխնացու գեներացնեն։ Ուրեմն թող իրանց դեմքն է, իրանց պատկերն է, թող երբեք չբանջանեն։ Ես այդ հայելին ուղիղ պահելու եմ իրանց առաջ, ասել եմ, «Էսա ձեր դեմքը նայեք»։ Ուրեմն անիմաստ է այս ամեն ինչը։ Ջղայնացավ։ Հա, Դե բնականաբար, բայց Պարոն Սուրենյան, ամփոփելով, հա, որ դեպքում կարող է սա հաջողել։ ես հիշում եմ ձեզ հարցազրույցեր տալի իմ լավագույն ընկեր Արման Գրիգորյանը Լիայի Համալսյանի, էլի այս թեմայով խոսեցիք։ Եթե չեմ սխալվում, նա ասաց փողոց հավաքել հնարավոր է, փողոց պահելն է դժվար, եթե չլինի քաղաքական ծրագիր։ Այո։ Չէ, նման միտք արդը։ Լիարժեք համաձայն եմ այդ մտքի հետ։ Այսինքն պետք է հստակ քաղաքական ծրագիր, այդ դեպքում փողոց պահել հնարավոր է, որտեղ իշխանության գաղավիժման փաստ, վարկանիշի գաղավիժման փաստը ակնհայտ է։ Այսինքն քաղաքական ծրագիր, տեխնացու, այդ դեպքում իմպիչմենտը արդյունավետ գործիք կարող լինի։ Քաղաքական ծրագիր տեխնացու եղավ, փողոց է կլինի։ Իհարկե։ Փողոց եղավ, իմպիչմենտ է կլինի։ Ամառ կարող Չեղավ այդ չհասնի։ բաղաշնի։ Կարող իմպիչմենտի չհասնի չհասնի, նույնիսկ։ ամենամեծ խնդիրը քաղաքական այլընտրանքային ծրագիրն ու հարթակն են, իր տեխնացուով։ Մնացած ամենի չհացանցել է։ Եթե տերկուս ունեցար իմպիչմենտը կարաս անես, ընտրություններ էլ կարաս հաղթես, Կներեք, ես այս փողոցի Ինչ բան մի ասես հատ կարաս բան անես։ մոռացա ասեմ։ Մեր ընդդիմադիր падգամավորները ընդ որում շատ անկապ այդ խոսույթ են, որ ան բոլոր տաղավարում գրում ասեն, սկզբում թող փողոցը գեներացվի, գեներացնի պարոն Մալյանն ու պարոն Ղազարյանը։ առանց քաղաքական ծրագրի Հիմա փողոց նայեք, չլինի։ ես իրանց ասում եմ հետեւյալը, Տիկին Սերյան, մեր աչքի առաջ առնվազն 3 փողոց եղել է սկզբից, եմ ասում, սկզբից թող փողոցը եղել, սկզբից եղել է 3 հատ փողոց։ Եվ դրանք տապալվել է, որովհետև դա եղել է սկզբից։ Նույն Հայաստան Դաշինքի падգամավորներից մեկի հետ եմ խոսում։ Չէի ուզում այս խոսակցությունը շատ բաց ասեի, բայց երեք այդ падգամավորը իմ համար շատ տհաճ հարցազրույց տվեց, դրա համար կասեմ։ Падգամավորից մեկի հետ էի խոսում, ընդ որում 10 օր առաջվա բան եմ ասում։ Ով փորձում է ինձ համոզել, ասում Մալյան ջան, արի սկզբից փողոց կպնենք գեներացնենք իրար հետ։ Հետո տեխնացուին ներկայացնենք հանրությանը։ Ասում եմ, այսինքն մենք տես տեխնացու ունենք, որը վախում ենք սկզբից ներկայացնենք, հետո արդեն գեներացված փողոցին պետք է հանենք սեղանի տակից տեխնացուին ցույց տանք։ Ասում եմ, այսինքն, դա խոսքը մասնավոր զրույցի մասին է գնում, այդտեղ անկեղծ են այդ մարդիկ։ Ասում եմ, այսինքն դուք առաջարկում եք հանրությանը խաբենք, ասում եմ, լսի, ասում եմ, ախր տեխնացու չունենք։ Ասում եմ, այսինքն դուք առաջարկում եք այտենց խորը խափենք հանրությանը, հելնենք ասենք եկեք իմպիչմենտ ենք անում սաղ գան, ասենք մի վարքյան ստե մնացեք մի 3 օր։ Մենք գնացինք տեխնացու ստեղծենք ձեր համար։ Այդ ոնց կլինի։ Այտենց է կարևոր չի եղել։ Այտենց է կարել, որ տեղ չենք ասել մենք։ Այդ որ ասում եմ քաղաքական այլ։ Հիմա ես այդ մասը որ ասեմ, ասենք դա կարող գնահատվի պես Հայաստան խմբակցության թիրախավորում կամ եսի ինչ։ Բայց ախր իրանց խմբակցության падգամավորների կարծիքն եմ ես լսում քննարկում։ Քաղաքական այլընտրանքային ծրագիր, հարթակ, առաջնորդ, փողոց, իմպիչմենտ։ Ես է շղթայով եմ տեսնում։ Այսինքն այստեղ խնդիրը հետևյալն է։ Համաժողովրդական շարժումը այո կարող է միայն բերել իմպիչմենտի, բայց համաժողովրդական շարժման համար էլ պետք է քաղաքական ծրագիր ու ուժեղ լիդեր։ Տեխնաց։ Իհարկե։ Ես այդ ավելի կարճ եմ ասում, օրակարգ, ծրագիր, վճռականություն։ Այդ գասած շղթան ավելի եմ սիփարը։ Այդ ճանապարհով համ իմպիչմենտ կանես, համարաժարական մենք նորերս այդպես ենք մտածում։ Իրանք նորերը այդպես են մտածում։ Դե ես էլ նորերից նոր եմ։ Մի ճշտում էլ անեմ ու կարճ, հա, ամփոփենք, որտեղ շատ ենք արդեն խոսել։ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ ՔՊ-ի կողմից դուք ինչ որ անհանգստություն տեսնում եք այս process-ը։ Հա, իրանք անհանգստանան, այո, իհարկե։ Սա միակ օրակարգն է։ Իմպիչմենտը միակ օրակարգն է, որը օրգանապես կապված չի իր օրակարգի հետ, այսինքն սա ռեակցիոն օրակարգ չի, ինքը
մի հերթական եզությունը չի արել, ընդդիմությունն էլ քլնգում է իրան։ Սա ընդդիմությունն է բերեդաշտ, ընդ որում 7 տարվա մեջ առաջի անգամ։ Ես ուղղակի չեմ տեսնում դրա համար եմ Նիկոլ ասում, դուք տեսել Փաշինյանը եք ահավոր Պարսունյան։ վախեցած է, որտեվ հասկանում է, որ հասարակությունն իրանից զզվում է, բայց Նիկոլ Փաշինյանը ահավոր արխային է, որտեվ նման խորհրդանական ընդդիմություն ունի։ Ըստ էության համաձայն եմ։ Տեսակ։ Ինչ եղավ։